Բարի օր, դուք Հենման կետում եք։ Այսօր ես շատ հետաքրքիր հյուր ունեմ, հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Բարի գալուստ, պարոն Բարի Ղևոնդյան։ երեկո։ Ձեր գնահատականով, ինչու ամբողջ ռուսական մեդիադաշտը փորձագետները լծված են ապացուցելու մեկ խնդիր, առ այն, որ Վենսի այցը Հայաստանի Հանրապետություն մեղմ ասած խաբեություններ, որ Վենսի աչքերը այդքան էլ կապույտ չեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից գնվելիք դրոնները հասկանում եք, չեն թռչելու, դանդաղ են թռչում, վատ են թռչում ու դրանք ընդհանրապես Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունեն, մենք այդ դրոնները ուղղելու ենք, չգիտես ինչու Իրանի դեմ, որ այս կիսահաղորդիչներ, արհեստական բանականություն, այս ամեն ինչը եւս խաբեություն է, ու ընդհանրապես ինչու է այս ռուսամետների, Կրեմլի վկաների խումբը նպատակ դրել ապացուցելու, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ուղղված են Ռուսաստանի դեմ։ Ձեր գնահատականով շատ ավելի հեշտ չէր լինի, եթե իրենք ոչ թե փորձեին ուղղել ինչ-որ գործընթացի դեմ, այլ փորձեին պարզապես իրենք եւս նպաստել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված հնարավորությունները օգտագործելուն, համենայն դեպս կարող էին, ասենք, իրենց տերերին ասել, դե ինչ-որ մի քայլ էլ դուք արեք, հետո գլուխ կգովեք վերջին հաշվով գոնե որ։ Ձեր հարցում երկու խումբ մարդիկ կան, մի խումբ մարդիկ, դրանք մարդիկ են, ովքեր Ռուսաստանից են եւ որպես ցանկացած բանական էակ փորձում են պաշտպանել Ռուսաստանի շահը։ Եվ դա հասկանալի է, կլինի դա պաշտոնյա, կլինի փորձագետ, կլինի մեդիայի ներկայացուցիչ, մարդիկ Ռուսաստանի քաղաքացի են, ապրում են Ռուսաստանում, իրենց համարում են ռուս, անկախ նրանից ինչպիսի արմատներ ունեն Մարգարիտա Սիմանյաններ են, թե Սոլովյովներ, արդեն կարևոր չէ, եւ փորձում են պաշտպանել այլ երկրի շահերը, որը իրենք ներկայացնում են։ Այդ երկրի շահերը այս պահին ենթադրում են, որ հետխորհրդային տարածությունում իրենք պետք է լինեն միակը եւ իրենք պետք է լինեն ազդեցության կենտրոն, զարմանալի չէ, որ օրինակ ռուս պաշտոնյաներ կան, ովքեր ասում են, թե Հայաստանի գործողությունները խոչընդոտում են հետխորհրդային տարածքի ինտեգրման գործընթացներին։ Ճիշտ ասած, մի կողմ թողնենք հարցը հետխորհրդային տարածքի ինտեգրման գործընթացը ինչ է նշանակում, որովհետև սա թե բազմաշերտ, թե շատ դեպքերում բացարձակ որևէ բովանդակություն չունեցող Շատ դեպքերում ապրիորի ինչքան կարելի է ինտեգրվել միտեղ, որ անհասկանալի է ինչ է ուզում։ Բայց ամեն դեպքում այդ մարդկանց, այդ երկրի պաշտոնական քաղաքականությունը այսօր այսպիսին է եւ բոլորը փորձում են տեղավորվել այդ պաշտոնական քաղաքականության շրջանակներում, առավել եւս հաշվի առնելով թե ինչպիսի երկիր է, ավտորիտար երկիր է, որը արդեն տոտալիտար հակումներ է ցույց տալիս եւ անձնական անվտանգության խնդիր էլ կա, եթե մարդիկ չտեղավորվեն այդ քաղաքականության շրջանակներում։ Սա մարդկանց մի խումբը, որոնց վարքագիծը կանխատեսելի էր, հասկանալի է եւ պետք է ընդունել որպես իրողություն, այլ բան անել այս դեպքում կարծում եմ իմաստ չունի։ Մարդկանց երկրորդ խումբը դա մարդիկ են, ովքեր այս առաջին խմբից կամ այս առաջին խմբի որոշ ներկայացուցիչներից, որոշ կենտրոններից, որոշ շահեր ունեն եւ նրանք Հայաստանի քաղաքացիներ են, Հայաստանում են ապրում, գուցե որոշ մասը Ռուսաստանի քաղաքացի են, բայց Հայաստանում են ապրում, գործում են Հայաստանի Հանրապետությունում, ապրում են, հարկեր են վճարում եւ այլն, ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում։ Նրանց գործողությունները, նրանց վարքագիծը բացառապես անձնական շահի տիրույթում է։ Իրենցից կան մարդիկ, ովքեր իրենց համարում են ռուսական պատկանելիություն ունեցողներ, վերջերս մի շոու բիզնեսի ներկայացուցիչ, ճիշտ ասած չեմ հիշում կոնկրետ ով էր, հայտարարում էր, թե ինքը պատկերացնում է իրեն, որ ինքը Սախալինից մինչև Կալինինգրադ, թե ինչ այսպիսի երկրի քաղաքացի է, տվյալ մարդուց մեծ սպասելիքներ ուղղակի պետք չէ ունենալ, այդ մարդը եթե այդպես է պատկերացնում, բնական է, որ նա Հայաստանի Հանրապետությունը չի արժևորի եւ Հայաստանի Հանրապետության շահերից բխող որևէ բան չի ասի։ Բայց մարդկանց մի այլ հատված էլ կա այս խմբի մեջ, այս ընդհանուր խմբի մեջ, որը անձնական շահ ունի առանց այդ գաղափարական նույնականացման, իր անձնական շահերը կապված են այս բանից ստացվող ռեսուրսների հետ, կապված են բարեկամների, ինչ-որ բիզնեսների հետ, որդիների, ծնողների, չգիտեմ եւ այլն, մարդկանց հետ, ովքեր կապեր ունեն այն առաջին խմբի ներկայացուցիչների հետ, դրանք կարող են լինել բիզնես կապեր, կարող են լինել քաղաքական կապեր եւ այլ տեսակի կապեր։ Եվ նրանք էլ փորձում են երկրորդել այս առաջին խմբի շահերը Հայաստանի Հանրապետության ներսում եւ բնական է, ինչքան լավ երկրորդեն, ինչքան ավելի բարձր գոռան, ինչքան ավելի շատ նման
անհեթեթ հայտարարություններ անեն, ինչպես այսօր արել է նրանց ներկայացուցիչներից մեկը առ այն, թե այդ 9 միլիարդը դա ներդրում չէ, դա բերում են դրանից 5 միլիարդ Ալիևն է տվել, այն 4 միլիարդը չգիտեմ որտեղից են վերցրել։ Ինչքան շատ այդպիսի բաներ անեն, այնքան ավելի լավ է իրենց կարծիքով Երևան իրենց պատվիրատուների կամ իրենց գործընկերների աչքերում, այնուամենայնիվ գուցե գործընկերներ են, ոչ միայն պատվիրատուներ, եւ այնքան ավելի մեծ սպասելիքներ կարող են ունենալ թե ֆինանսական, թե անձնական, թե իրենց հեղինակության բարձրացման, թե հետագայում իրենց կարծիքով, եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր լինի իշխանություն կիսել եւ բլիթի ինչ-որ մի կտորի տիրանալ, ավելի մեծ հատվածը իրենք կհավաքնեն, այսինքն մարդիկ ունեն կոնկրետ շահեր եւ աշխատում են այդ կոնկրետ շահերը բավարարելու ուղղությամբ, միայն մի տարբերությամբ, ինչպես նշեցի, առաջին խումբը դրանք մարդիկ են, ովքեր գաղափարապես իրենց երկրի շահերն են պաշտպանում, երկրորդ խումբը դրանք մարդիկ են, ովքեր իրենց երկրի շահերի վրա թքած ունեն կոպիտ ասած եւ իրենց անձնական շահերը ավելի կարեւոր են։ Եկեք հիշենք, որ նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը մի այսպիսի բացահայտում արեց, նույնիսկ առանց հասկանալու, առ այն, որ Հայաստանի Հանրապետությունից ավելի կարևոր իր համար միայն իր ընտանիքն է։ Ինչ ասեմ, մարդկանց արժեքները տարբեր են լինում, բայց տեսեք, J.D. Vance, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ, մարդ, որ համենայն դեպս նախագահական հաջորդ ընտրություններում հանրապետական կուսակցության կողմից կարող է լինել նախագահի թեկնածու։ Մարդ ում ազդեցությունը ոչ միայն սեփական երկրում, այլև աշխարհում բավականին մեծ է։ Գալիս է Հայաստան։ Հանդիպումների արդյունքով հայտարարություններ, որոնք, չգիտեմ, իմ հիշողության մեջ ամենայն դեպս նման բարձրաստիճան պաշտոնյայի այդ Հայաստանի Հանրապետություն շատ քիչ է եղել, եւ հայտարարությունների որակով ու քանակով Վենսը բացարձակ առաջատար է։ Արդյոք դա է պատճառը, իր հայտարարությունների ազդեցությունը, իր այդ հայտարարությունների ազդեցության դեմ պայքարելու անհրաժեշտությունն է, որ արդեն դեռ Վենսի ներկայությամբ սկսեցին այդ տարբեր միֆեր շրջանառվել։ Սխալ թարգմանություն, սխալ հայտարարություններ, խաբեություն, չգիտես ինչու հանկարծ որոշվեց, որ եթե մենք գնում ենք երկրորդ ԱԵԿ-ի կառուցման, այդ երկրորդ ԱԵԿ-ը մեզ համար պետք է ջրի լիներ, որ երկրում եւ որ երկիրն է ջրի ԱԵԿ նվիրում։ Եկեք բոլորս հիշենք, հա, թե այդ ջրի պանիրը որտեղ է լինում։ Ես ուղղակի զարմանում եմ, որ այցի նշանակությունը գնահատելու փոխարեն մարդիկ զբաղվում են նման միֆերով, զբաղվում են այն միֆերով, որոնք վերջ առաջ ուղղվելու են հենց իրենց դեմ։ Որովհետև տեսեք ինչ էր ասում Վենսը։ Վենսը ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այնպիսի դաշնակից է, ում Ամերիկայի Միացյալ Նահանգները վստահում է կիսահաղորդիչների արտադրություն։ Վստահում է ամենայն դեպս ոչ բոլոր երկրներին։ Ցանկացած հայի համար ես կարծում եմ սա գերկարևոր է, որովհետև դա նշանակում է տնտեսության աճ, դա նշանակում է առաջին հերթին ներդրում, երկրորդ հերթին աշխատատեղ, մնացածը էլ չասեմ։ Նույն Վենսը ասում էր, թե ինչքան ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում, նույն Վենսը ասում էր, որ այս միայն տրիպը չի, որ մեզ միավորում է, որ մեզ տարածաշրջանում Իդեպ ես Վենսին պետք է հրապարակավ շնորհակալություն հայտնեմ իր հենմանկետ արտահայտության համար, զուտ պատահաբար էր մեր հաղորդաշարի անվանումը հենմանկետ ընտրվել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս է ու խոսում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց համար հենմանկետ է։ Հիմա այդ հենմանկետ հասկացությունը մենք ինչու չենք փորձում շահեկան դարձնել մեր համար, այլ փորձում ենք դե չէ, հա լավ է կամ մի բան ասեց։ Այսօր էլ շրջանառվում էին խոսակցություններ, որ դե քանի հոգի են եկել սենց բաներ ասել, գնացել, իսկ ո՞րն է իրականացվել։ Ինչ աբսուրդի մեջ ենք։ Մի շատ փոքրիկ ուղում միայն դեռևս արտադրության մասին չէ խոսքը, միայն պայստավորման եւ տարածաշրջանի Բայց հետո գնալու ենք արտադրության մասին է, հուսանք, որ հետագայում դա արտադրություն է դառնալու։ Այո, Վենսի այցելությունը իսկապես աննախադեպ է, ես հիշում եմ 2000-ականների վերջին, եթե չեմ սխալվում, նախանձով ենք նայում, թե Վրաստանը ում է ընդունում եւ Վրաստանում ինչ գործընթացներ են տեղի ունենում, այսօր մենք ունենք հստակ այն, ինչ բերում է Վենսը։ Այսօր Վրաստանի վարչապետն է հայտարարում, որ հույս ունեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կկարողանան հարաբերություններ վերականգնել։ Մենք ունենք ավելին, քան ունեցել է Վրաստանը ժամանակին։
Համենայն դեպս մեզ խոստացել են ավելին եւ Հայաստանը եթե ճիշտ աշխատի, նորից եկեք նշենք այնուամենայնիվ, եթե Հայաստանի Հանրապետությունը շարունակի այս ուղին եւ շարունակի չշեղվել այս ճիշտ ուղուց, ապա այո, մենք կստանանք այդ ավելին, քան ստացել է Վրաստանը կամ նույնիսկ խոստացվել է Վրաստանին։ Ինչ է պետք դրա համար, տեսեք, ձեր նշած մարդիկ ասում են, թե Միացյալ Նահանգները գալիս է, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը հանի Հայաստանից։ Մենք գնալու ենք թրքացման։ Չէ, դա հարցի մի կողմն է, տեսեք, առաջին ուրեմն խնդիրը, որ մենք տեսնում են, այն է, որ Միացյալ Նահանգները կգա այստեղ եւ Ռուսաստանի ազդեցությունը այլևս չի լինի։ Ես ճիշտ ասած այստեղ խնդիր չեմ տեսնում։ Եթե Միացյալ Նահանգները մեզ տալիս է տեխնոլոգիաներ, մեզ տալիս է պաշտպանության հնարավորություններ, անվտանգային հնարավորություններ, ընդ որում Վենսը ասաց, որ այս դրոնները ռազմական համագործակցության սկիզբն է։ Այո, իսկապես այս դրոնները այն ամենաառաջատար դրոնները չեն, որոնցով պատերազմ են վարում։ Սրանք ընդհանրապես հետախուզական դրոններ են, որոնք շատ անհրաժեշտ են մեզ այնուամենայնիվ, բայց սրանք սկիզբն է ռազմական համագործակցության, եւ սա առաջին դեպքն է 35 տարվա արդեն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, երբ Հայաստանի Հանրապետությունը ուղիղ Միացյալ Նահանգներից զենք է գնում։ Այդպիսի բան չի եղել մինչև հիմա, ինչը նշանակում է, որ սա մի դուռ է բացում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Միացյալ Նահանգներից, Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ Միացյալ Նահանգների գործընկերներից կարող է ռազմամթերք գնել։ Ես նշեմ, որ իհարկե շատ մասով սա հրապարակման ենթակա չի, բայց մի փոքր մասով ես նշեմ, որ եղել են երկրներ, որոնք մերժել են մեզ զինամթերք, ռազմամթերք վաճառելը, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ Վարչապետը այս վերջերս խոսեց ՀԱՊԿ-ի անդամակցության մասին, խոսեց այն մասին, որ խնդիրներ կային, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս դրանք կարող են վաճառվել։ Ես մեկն էլ ավելացնեմ, խնդիրներից մեկն էլ եղել է այն, որ Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների գործընկերը չէ եւ Միացյալ Նահանգները չի վաճառում, ուրեմն մենք էլ եկեք զերծ մնանք, ոնց որ ժողովուրդն է ասում, շարից փորձանքից հեռու։ Հիմա այդ դուռը բացվեց։ Եվ Հայաստանի Հանրապետությունը կարող է գնալ տեսականորեն ինչ-որ մի այլ երկրից, Եգիպտոսից, ենթադրենք բացարձակ տեսական, ոչ մի կոնկրետ բան նկատի չունենալով, գնալ եւ Եգիպտոսից գնել ինչ-որ մի ռազմամթերք, որը Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտագործել։ Եվ Եգիպտոսը այլևս չի մերժի մեզ, որովհետեւ արդեն այն պետությունը, որի հետ իրենք շատ սերտ ռազմական համագործակցության մեջ են, արդեն այդ պետությունը ինքը վաճառում է մեզ ռազմամթերք։ Այլևս իրենք չունեն այդ վախերը, որ այդ պետությունը կարող է ինչ-որ խնդիրներ տեսնել նրա մեջ, որ իրենք են ուղիղ համագործակցում։ Չէ, կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ դեռ մնալը ամենայն դեպս որոշակի արգելակ է։ Այո, Որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները հետախուզական դրոններից զատ մեզ իսկապես լուրջ զենքեր վաճառեն։ Ամբողջապես համաձայն եմ, Հայաստանի իշխանությունների բացթողումն է սա, մենք շատ լավ առիթ ունեինք ՀԱՊԿ անդամությունը կասեցնելու, Հիմա էլ դեռ կարող ենք անել։ Եվ այդ առիթը 6 ամիս հետո մենք կարող ենք այլևս ՀԱՊԿ անդամ։ Իմ կարծիքով լավագույն առիթը 2024 թվականի ապրիլի 5-ն էր Բրյուսելի հայտնի հանդիպումը, որից առաջ եթե մենք այդ գործընթացը սկսեինք, գուցե շատ հավանական է, որ այնինչ ունենք այսօր ռազմական ոլորտում ունենայինք այն ժամանակ, այսինքն 2 տարի ավելի շուտ մենք կարողանայինք նման դռներ բացել։ Հայաստանի իշխանությունները չարեցին դա, բայց դուք ճիշտ եք, դեռևս ոչինչ կորած չէ, դեռևս Հայաստանի իշխանությունները կարող են արագացնել գործընթացները եւ դրա համար անհրաժեշտ է սկսել այդ ՀԱՊԿ լքելու գործընթացը, առավել եւս որ 2 տարին անցել է, Հայաստանը անհավաճար չի մուծել, ՀԱՊԿ-ից սպառնում էին թե ինչ որ գործողություններ են իրականացնելու եւ մենք անհամբեր զուգընթաց անդադ ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում պահպանում է իր բոլոր վերադարձի հնարավորությունները։ Նման մարդկանց առաջին հերթին մեր ժողովուրդը դիպուկ բնորոշում է աներես, մարդիկ ում անընդհատ ասում են, որ իրենք ցանկալի չեն, բայց նրանք անընդհատ հիշեցնում են իրենց մասին։ Ցավոք սրտի ՀԱՊԿ-ում մենք ունենք գործընկերներ, որոնցից ոմանք այդպես աներես են եւ անընդհատ ցանկանում են հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը միևնույն է ՀԱՊԿ-ի անդամ է։ Ընդ որում մի հետաքրքիր բան ես նշեմ, որ ՀԱՊԿ-ի ընդհանրապես անդամները իրավունք ունեն, օրինակ, դիմել դատարան եւ պահանջել Հայաստանից որոշ գործառույթների իրականացում եւ սա հասկանում են արևմուտքում։ Տեսեք, դուք նշում եք, որ գուցե մենք ՀԱՊԿ-ի անդամ չլինենք, ավելի շատ բան կարողանանք Միացյալ Նահանգներից բերել։ Ես վստահ եմ։ Շատ հավանական է, այո, ես էլ եմ կարծում, որ բավական մեծ հավանականություն կա, բայց վտանգներից կամ վախերից մեկը հենց այն է, որ գուցե Ռուսաստանը մի օր մեզ ստիպի ինչ որ մի բան իրենց տրամադրել, օրինակ տեխնոլոգիաներից, որոնցում մենք գիտենք, թե ինչ անդունդ կա Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, եւ Ռուսաստանը, որը ավանդաբար հայտնի է
այստեղից այնտեղից տեխնոլոգիաներ գողանալու իր այդ գործողություններով կարող է փորձել Հայաստան եկած ինչ ռազմական նշանակության ապրանքների տեխնոլոգիաները գողանալ։ Ինչու՞ չէ։ Ինչու պետք է չփորձի առավել եւս եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ-ի անդամ դե յուրե լինելով Հայաստանը ունի պարտավորություն իր երկիր մտած եւ իր դիապետության տակ գտնվող տեխնոլոգիաներից բաժին հանել ՀԱՊԿ-ի մյուս անդամներին։ Այլ հարց է որ Հայաստանը գտնում է որ իր նկատողական գործողություն չեն իրականացրել եւ սառեցրել է իր անդամությունը, բայց դա իրավական որևէ նշանակություն չունի։ Այո, քաղաքական առումով Հայաստանը կմերժի, բայց որ Հայաստանը կմերժի, տեսեք, այստեղ շատ կարևոր է։ Կմերժի այն Հայաստանը, որտեղ իշխում է Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք կմերժի այն Հայաստանը, որտեղ կիշխի տեսականորեն Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչյանը։ Ես կարծում Ես եմ կարծում եմ հենց դուք բաց հարցակապես ճիշտ եք, հենց դա է արգելակ դարձել օրինակ Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական համագործակցության մեծ համաձայնագիրը կնքելուն։ Հենց ձեր ասած նկատառումները։ Հենց դա է արգելակ դառնում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից բոլոր այն կարգի զենքեր ձեռք բերելու, որ Ադրբեջանը կարող է ազատորեն գնել։ Այո, տեսեք, Սրանք խնդիրներ են, որոնցով մենք փորձում ենք, ասենք, ինչ որ ռիսկեր Ռուսաստանից նվազեցնել, ինչ որ ռիսկեր, բայց երկիրը դնում ենք շատ ավելի մեծ ռիսկի տակ։ Ես անուամենայնիվ չեմ համաձայնի, որ շատ ավելի մեծ ռիսկի տակ ենք դնում, բայց մենք չենք մաքրում այդ ռիսկի դաշտը, որպեսզի նոր հնարավորություններ մեզ համար բացվեն։ Այսինքն Մենք դա ռիսկ չի ենք։ Մենք քայլում ենք, ես այսպես պատկերավոր կցանկանայի ասել, Հայաստանի Հանրապետությունը գնում է Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու ճանապարհով, Հայաստանի իշխանությունները հնարավորինս սեղմում են արգելակները, որպեսզի դանդաղ գնա։ Հնարավոր չի կանգնեցնել, որովհետև գործընթացները արդեն այնքան են առաջ գնացել եւ իշխանությունների ներդրումն էլ կա դրա մեջ, որ գործընթացները գնացել, այնպես չէ որ իրենց կամքին հակառակ են գնացել, բայց արագությունը նվազեցնելու հարցում Հայաստանի իշխանությունները շատ մեծ դեր են խաղում։ Իրենք փորձում են հնարավորինս մինիմալիզացնել ռիսկերը։ Ես որոշակի առումով հասկանում եմ այս մտայնությունը, մինիմալիզացնելու մտայնությունը, բայց կան իրավիճակներ, երբ դրանից Հայաստանի Հանրապետությունը տուժում է։ Ես հասկանում եմ նաև այդ մինիմալիզացնելու դժվար բառ է, թերևս նվազեցնելու ասենք ավելի ճիշտ կլինի։ Այդ նվազեցնելու քաղաքականությունը միանշանակ ճիշտ է, բայց ի՞նչն ենք նվազեցնում։ Ի վերջո ի՞նչն ենք նվազեցնում։ Եվ քիչ առաջվա ձեր ասածը հիշելով ես ուզում եմ նաև այսպեսի հարց ձեզ ուղղել։ Արդյոք աներես չի, ձեր բառն եմ ասում, որ ես լիովին համաձայն եմ, արդյոք աներես չի Վերջուկը, արդյոք աներես չի Գունին Գալուզինը, որ այսօր Իզվեստիային տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության երաշխավորը։ Եվ պատրաստ է իր վրա վերցնել։ Եվ պատրաստ է, չասեմ, այդ ամբողջ քանիցս այդ ամբողջը լսել ենք Զախարովայի կատարմամբ, Պիսկովի կատարմամբ, բոլորի կատարմամբ այդ արյան լսել ենք լավ մոռացված եւ ըստ էության մերժված օպերայից։ Արդյոք հենց Հայաստանի Հանրապետության այդ մինիմալիզացիայի քաղաքականությունը չի, որ հնարավորություն է տալիս շարունակել այդ ձանձրալի օպերան։ Եկեք հիշենք։ Ակնհայտ է, չէ, կներեք, ակնհայտ է, չէ, որ եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության ընդհանրապես անվտանգությունից եւ մասնավորապես էներգետիկ անվտանգությունից, մենք չենք կարող մեծամորից զատ որևէ այլ ԱԵԿ-ի կառուցում, շահագործում, սպասարկում հանձնել Ռուսաստանին, դա ինչ ասեմ, հայկական քաղաքականություն կլինի, որովհետև մենք այդ տասնամյակներով ամեն ինչ դրեցինք մի զամբյուղում, դրեցինք Ռուսաստանի ոտքերի տակ եւ ինչ ստացանք Արցախի կորուստ, եթե վերցնենք ընդհանրական գնահատականը։ Մենք նորից գնալու ենք կորուստների դուռը բացենք, երբ մեր առաջ բազում այլ դռներ են բացված, բանալիներն էլ հանձնել են մեզ։ Եկեք հիշենք ովքեր են Գալուզինը, Վերջուկը, Զախարովան, նրանք օղակներ են մի պետության, որի մասին ես արդեն ասացի, որը ունի տոտալիտար որոշակի հակումներ արդեն։ Այն Հյուսիսային Կորեա չէ, բայց այն այսօր արդեն նույնիսկ Ադրբեջան չէ։ Այն Բայց մարտնչում է Հյուսիսային Կորեայի զինվորներով։ Հյուսիսային Կորեա դառնալու համար, ես այսպես կանանեի, եւ Գալուզինը, Օվերչուկը, Զախարովան եւ այդ
մակարդակում մարդիկ ընդհանրապես կարդում են այն, ինչ գրում տալիս են իրենց, որ պետք է կարդալ սա, որովհետև նմանատիպ պետություններում որևէ մեկը բացի գերագույն գլխավոր հրամանատարից չի կարող ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել եւ ինչ որ հայտարարություններ անել։ Ընդ որում, այստեղ մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որին ցանկանայի որպեսի թե մեր ունկնդիրները, թե բոլորը հիշեն։ Ընդ որում, քանի որ Ռուսաստանում, ինչպես նմանատիպ այլ երկրներում, մեկ մարդ է այդ ամենի շուրջ որոշումներ կայացնում եւ փոխում, ընդհանրապես մոտեցումը, խոսույթը եւ այլն, այդ մեկ մարդը օբյեկտիվորեն չի կարող հասցնել այդ ամենը անել ժամանակին։ Եվ այդ պատճառով շատ են իրավիճակները, շատ են դեպքերը, երբ մենք տեսնում ենք, որ իրավիճակները զարգացել են արդեն անճանաչելիության աստիճանի, բայց գալիս են հայտարարություններ, գալիս են որոշակի վարքագիծ եւ դիրքավորումներ, որոնք համապատասխանում են այն նախորդ ժամանակաշրջանի որոշակի ուրեմն իրավիճակներին։ Սա էլ է նմանատիպ մի իրավիճակ, տեսեք, Գալուզինը հայտարարում է էներգետիկ կախվածության մասին Հայաստանի Հանրապետության, Օվերչուկը խոսում է այն մասին, որ միևնույն է Հայաստանը չի կարողանա, որովհետև ԵԱՏՄ-ը Մեր սահմանապահներն են, ԵԱՏՄ-ն է եւ այլն։ Հաշվի չառնելով մի կարևոր բան, որ իրավիճակը այնքան է փոխվել, որ ոչ իրենց սահմանապահներն են այդտեղ հավերժ ու արդեն իրենց վերջը երևում է շուտով չեն լինելու, ոչ ԵԱՏՄ-ն է Հայաստանում հավերժ, թեև Հայաստանի ազգային ժողովի նախագահը Մոսկվայում ասաց, որ մենք չենք մտածում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ճիշտ ասաց, այսօր չենք մտածում, կգա ժամանակը կմտածենք դուրս գանք։ Ոչ էլ էներգետիկ առումով Հայաստանը կախված է միայն Ռուսաստանից։ Այո, գազ բերում ենք Ռուսաստանից, բայց բերում ենք նաև Իրանից, թեև Գազպրոմի խողովակով։ Ստանում ենք Ադրբեջանից բենզին, դիզելային վառելիք, շուտով հուսով եմ նաև կընդլայնվի տեսականին որոշակի միտումներ կան այս ուղղությամբ։ Հայաստանը եւս արտահանում կգնա, բայց էներգետիկայի մասին եթե խոսենք, այո, Մեծամորի ատոմակայանի 50%-ը այսօր կառավարվում է Ռուսաստանի կողմից։ Ունենք մեկ ենթակառուցվածք, որը ամբողջապես կախված է Ռուսաստանից։ Այդ մեկ ենթակառուցվածքը այս պահի դրությամբ կենսականորեն կարևոր ենթակառուցվածքներից նկատի ունեմ, դա Հարավկովկասյան երկաթուղին։ Մենք գիտենք, թե երկաթուղի հետ կապված ինչ զարգացումներ կան, գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես գրավոր դիմել է Ռուսաստանի, խնդրել է վերակառուցել այն 3 հատվածները։ Գիտենք նաև, որ Ռուսաստանը այս պահին ոչ ցանկություն, ոչ կարողություն չունի դա անելու։ Գուցե ինչ-ինչ տեղից նրանք հայթայթեն հնարավորություններ եւ դրանք կառուցեն, բայց դրանց կառուցելով հարցը չի լուծում։ Դրանից հետո անհրաժեշտ է լինելու արձիականացնել Գյումրիից Երասխ երկաթուղին, որը առանց արձիականացնելու անիմաստ է այդ 3-ը կառուցել, այդ 3 հատվածները, որոնց մասին Փաշինյանը խոսել է կառուցելը, եւ սա նշանակում է, որ Ռուսաստանը մեծ գումարներ պետք է ներդնի։ Եվ Հայաստանի իշխանությունները մի շատ լավ բան կարող են անել։ Ի պատասխան Գալուզինի, Օվերչուկի եւ մյուսների հայտարարությունների, թե նրանք ցանկանում են թրիպում մասնակցել, նրանք ցանկանում են էներգետիկ երաշխավոր դառնալ, ցանկանում են ատոմակայան կառուցել, Գալուզինը ասում էր, որ կգանք եւ շատ արագ կսկսենք կառուցել։ Եվ էժան։ Այո, եւ Հայաստանի իշխանությունը կարող է ուղղակի նրանց պատասխանել, եթե դուք ունեք միջոցներ, եկեք արձիականացրեք Հարավկովկասյան երկաթուղին։ Մենք կառուցում ենք տրիպը, մենք գալիս ենք հասնում ենք Երասխ, դրանից հետո դուք եք կառավարում։ Եկեք արձիականացրեք, դուրս մի մնացեք գործընթացներից։ Բայց իմ գնահատմամբ այս պատասխանից հետո ոչինչ չի փոխվի, որովհետև ինչպես ասացի, Ռուսաստանում գործում է բացարձակ այլ տրամաբանություն, այդ այլ տրամաբանության գլխին կանգնած է մեկ մարդ, իսկ այդ մեկ մարդը մինչև հասկանում է փոփոխությունների ամբողջ ծավալը, մինչև դրան հիման վրա որ որոշում է կայացնում գործողություն իրականացնել, փոփոխությունները նորից փոխված են, Գիտեք, ես ձեզ հետ լիովին կհամաձայնեի, եթե Հայաստանի Հանրապետությունում չլիներ օրինակ տարածքային կառավարման նախարար եւ այդ նախարարը ասուլիսում չհայտարարեր, որ մենք ամենայնպես հայկական երկրորդ տարեկի շինարարության մասով բանակցում ենք Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեայի հետ կներեք, Ֆրանսիայի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Ռոսատոմի հետ, ինչի մասին է խոսքը։ Տեսեք, իմ գնահատմամբ եւ ինչ վերաբերում է ՌԺԴ-ին,
Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման վերջին օրերին գնաց եւ հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնեց։ Եկեք այս սկզբունքային կետը այնուամենայնիվ շեշտենք, դա հայկական երկաթուղի է, հայկական։ Ոչ, այն ինչ ներկայացնում է Գալուզինը, կարծես դա ռուսական երկաթուղի լինի։ Հայկական երկաթուղին հանձնեց կոնցեսիոն կառավարման, որի ժամկետը դա վերաբերում է ենթակառուցվածքներին, չի վերաբերում շարժակազմին, որի ժամկետը լրանում է 28 թվականին։ 38 Ոչ, 38 թվականին լրանար այն պարագայում, եթե եւս 10 տարով երկարացներ։ Չէ, 38-ից Բայց այս 48 պայմաններում դա հնարավոր չի անել։ Տեսեք, եթե նույնիսկ դա լինի 38, Ռուսաստանը որևէ ներդրում արել է, Ռուսաստանը պայմանագրային որևէ պարտավորություն կատարել է, եթե դիմեն միջազգային արբիտրաժին, արդյոք դա հիմք չի պայմանագիրը խզելը լիովին մեր կողմից իրավազոր ճանաչելու։ Ուրեմն ո՞րն է խնդիրը, մենք ինչքան կարող ենք ժամանակ կորցնել։ Մենք ինչքան կարող ենք ասել, լավ, դե հիմա այսպես մենք ձեզ չենք նեղացնում, մենք ձեզ սիրում ենք, մեր դարավոր բարեկամությունը, դուք մեր, չգիտեմ, փրկիչն եք, ինչն եք։ Արդյոք պետք չի իրականության աչքերին նայել ուղիղ։ Ստեղծված իրավիճակին տարածաշրջանում ու աշխարհում ստեղծված իրավիճակին համազոր որոշում ներկայացնել։ Դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Համաձայն եմ Տիկին Ադամյան։ Իմ կարծիքով այն ինչ հայտարարում է Խուդատյանը ենթադրում է հենց նույն այդ մինիմալիզացման տրամաբանության շարունակություն, բայց եթե պարզ տրամաբանության մեջ դիտարկենք, եթե կա Միացյալ Նահանգներ, որը գնում ես ստորագրում ես 123 համաձայնագիր ստեղծելու գործընթաց։ Դա որից հետո մեզ առաջարկում են աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան, ինչու պիտի մենք գնանք ու բերենք հին տեխնոլոգիա Չինաստանից կամ չգիտեմ որ երկրից։ Ինչ որ միտեղ Չինաստանը կարելի է հասկանալ, բայց ռուսական տեխնոլոգիաները, որոնք մնացել են 20-րդ դարում, դեռ մի բան էլ ավելի հետ են, բացարձական իմաստ Ակույնն էլ ձեզ պայծառ օրինակ Հայաստան բերել է։ Ինչ վերաբերում է Հարավկովկասյան երկաթուղը, մի փոքր ուղղակի բարձրանում էր կնդիրների համար 2038 է եւ կարող է երկասել մինչեւ 48, բայց պայմանագրում այսպես է գրված 2028 թվականին կողմերից որևէ մեկը պիտի հայտարարի, որ 2038-ից հետո չի երկարացնում։ Եթե ոչ մեկը ոչինչ չի հայտարարում, ավտոմատ երկարում է մինչեւ 2030։ Կարծում եմ բոլոր նախադրյալները կան այդ հայտարարությունը անելու եւ անելու հիմա, ոչ թե սпасելու եւս մինչեւ 2 տարի սпасելու։ Տեսնենք, այո, հուսանք, որ Հայաստանի իշխանությունները դա կանեն, բայց դուք ճիշտ եք։ Անկախ դրանից ինչ է գրված կոնստիտուցիոն պայմանագրում, Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի խզել այդ պայմանագիրը, ինչու, որովհետև ռուսական կազմակերպությունը Հարավկովկասյան երկաթուղին չի իրականացրել այն ամենը, ինչ պետք է իրականացնել 2008 թվականին նույն Քոչարյանի հետ համաձայնությունների հիման վրա։ Պետք է կառուցել Վանաձոր Ֆիոլետովո հանգույցը չի կառուցել։ Պետք է վերանորոգել այն հատվածները, որոնք վնասվում էին, Դիլիջան-Իջևան հատվածը վնասվել է, սողանք է եղել եւ այլն, չի վերանորոգել։ Պետք է արձիականացնել համակարգը, պետք է ներդրել 300 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար, չի ներդրել։ Այսինքն ոչինչ չեն արել այդ մարդիկ։ 1 մետր ավելի երկաթգից Հայաստանի Հանրապետությունում 2008-ից հետո չի կառուցվել։ Չհաշված, որ բավական մեծ հատված, ինչպես ասացի, Դիլիջան-Իջևան հատվածում դուրս է եկել շարքից փաստացի։ Եվ այս իրավիճակում սпасել, ես ձեզ հետ համաձայնում եմ, սпасել, որ ռուսական երկաթուղին գալու է Հայաստան, կառուցելու է, արձիականացնելու է։ Երբ ինքը սնանկ է։ Երբ ինքը սնանկ է մի կողմից, եւ երկրորդ, երբ որ իր շահերին չի համապատասխանում, գոնե գաղափարական առումով։ Դա էլ մյուս կողմից։ Ես կարծում եմ սա միամտություն է։ Հայաստանի իշխանությունները նորից այս հարցում էլ այդ մինիմալիզացիայի տրամաբանության մեջ ռիսկերի սպասում են, որ հասնի այն իրավիճակ, որտեղ այլ ելք չլինի։ Իսկ պետությունն ու ժողովուրդը այդ սպասման ժամանակը ունեն։ Տեսեք, ես ես հետ համաձայն եմ, որ եթե ես որոշում կայացնեի, այո, չէի սպասի։ Բայց եկեք դուրս գանք իրողություններից։ Իրողությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները հստակ գնում են այդ ճանապարհով։ Մեզ մնում է որպես վերլուծաբաններ, որպես փորձագետներ հասկանալ դա ինչ կարժենա Հայաստանի Հանրապետության համար։ Այո, տեսեք, ես ասացի 2 տարի առաջ կարող ենք ունենալ այսքան զենք, դուք ասացիք, կարող ենք այսօր ոչ միայն դա բոլորովին այլ խնդիրների մասին խոսել եւ նույն կերպ
այն ժամանակը, որ մենք կսպասենք, որոշակի առումով Հայաստանի կկասեցնի։ Եվ հենց այստեղ է այն, ինչ ես նշում եմ, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հնարավորինս դանդաղ Հայաստանը հանել Ռուսաստանի ազդեցությունից։ Ոչ թե նրա համար, որովհետև նրանք Ռուսաստանի ազդեցության գործակալ են, ինչպես օրինակ մեր քաղաքական դաշտում գործող ուժերից մեկը կհայտարարի իմ խոսքերի հիման վրա, այլ նրա համար, որովհետև նրանք վախենում են կտրուկ գործողություններ իրականացնելուց եւ վախենում են, որ դրա արդյունքում կարող է ինչ-որ խնդիրների հանդիպեն։ Այդ վախերը որոշում կայացնողների մոտ կան, գուցե ես կամ դուք եթե լինեիք որոշում կայացնող նույնպես այդ վախերը ունենայինք, եկեք այնուամենայնիվ այդ օբյեկտիվ կողմը հաշվի առնենք։ Հանրապետություն կուսակցություն իշխանական լծակներ ունենալու պարագայում որոշումների մեջ վստահաբար չէր հավաղի նախապես վտանգները չեզոքացնելով, ես դա հայտարարում եմ պաշտոնապես։ Ես ավելի ազատ եմ քաղաքականություն Դուք ավելի ազատ եք, ես կարող եմ ավելի նման ազատ խոսել։ հայտարարություններ անել։ Պարոն Ղևոնդյան, տեսեք, այսօր փետրվարի 10-ին J.D. Vance-ը գնաց Բաքու։ Այո։ Ինչ է սպասվում Բաքվում ձեր գնահատականով, արդյոք Բաքվում Վենսի հանդիպումների հայտարարությունների արդյունքում այնուամենայնիվ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը եւ քաղաքականությունը կարող է փոփոխության ենթարկվել, հաշվի առնելով նաեւ այն ամենը, ինչ J.D. Vance-ը տալու է, բնականաբար տալու է Ադրբեջանին, ելնելով տրիպի տրամաբանությունից, ելնելով տարածաշրջանում արդեն անդառնալի խաղաղության հաստատումից, հաղորդակցողիների բացումից ու ընդհանրապես զարգացման տրամաբանությունից։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ Ալիևի հռետորաբանությունը արդեն սկսել էր փոխվել, հատկապես վերջին շրջանում, հատկապես Թրամփի հետ վերջին հանդիպումից հետո։ Միանշանակ ճիշտ եք։ Երբ մեր անդիմադիր գործընկերները, ինչպես անվանում են նրանց ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները, հայտարարում էին, թե Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Ալիևին, հանդիպեց եւ դա ցույց է տալիս, որ մենք կարևոր չենք, այո, Ադրբեջանը կարևոր է, անմիջապես դրանից հետո Ալիևի հռետորաբանությունը փոխվեց։ Ալիևը սկսեց խոսել խաղաղության մասին, սկսեց խոսել այն մասին, որ մենք այնինչ ասում էր Փաշինյանը, իմիջիայլոց ասում էր, որ մենք պետք է փայփայենք այդ խաղաղությունը, մենք պետք է փորձենք հասկանալ մեկս մյուսից եւ այլն։ Եվ Վենսի այցելությունը իմ գնահատմամբ, իմ կանխատեսմամբ ամրապնդելու է այս միտումը։ Առավել եւս, որ Վենսը այն ամենը, ինչ հայտարարեց Հայաստանում, հաստատապես ավելին է լինելու, քան այն, ինչ նա տալու է Ադրբեջանին Ադրբեջանում։ Այո, ինչ որ բան տալու է։ Մենք բոլոր դեպքերում նման կետ ենք։ Բայց տալու է ավելի քիչ, ինչը նշանակում է, այո, համաձայն եմ ձեզ հետ, ինչը նշանակում է, որ տարածաշրջանի գործընթացներում Ադրբեջանը կարևոր է, բայց հենման կետը Հայաստանն է։ Սա բերելու է այսպիսի մի իրավիճակի, որ Ադրբեջանը փորձելու է ավելի սիրաշահել Հայաստանին, սիրաշահել ասելով նկատի չունենք, որ մեզ ինչ-որ բան են առաջարկելու, բայց փորձելու են չնեղացնել, հնարավորինս ավելի քիչ նեղացնել, որպեսզի Միացյալ Նահանգներից կարողանան ավելին կորզել, բացարձակապես ռացիոնալ արտաքին քաղաքականության դրսևորում է։ Երբ Ալիևը այլևս չխոսի օրինակ Հայաստանում ինչ որ արևմտյան Ադրբեջանի մասին, երբ Ալիևը այլևս չխոսի Հայաստանին ուժով սպառնալու մասին եւ այլն, ինչը նկատվում է իմիջիայլոց վերջին շրջանում, սա մեզ չի ուղղված։ Սա ուղղված է Միացյալ Նահանգներին։ Ինչպես դրանից առաջ որ նա խոսում էր հենց Հայաստանի նկատմամբ ուժի եւ այլնի մասին, նորից մեզ չէր ուղղված։ Դա ուղղված էր Միացյալ Նահանգներին, ուղղված էր Ռուսաստանին, ուղղված էր Եվրոպային եւ բոլորի հետ Ալիևը առևտուր է անում։ Դա նորմալ է։ Մենք էլ պիտի առևտուր անենք։ Վենսի հետ հանդիպումներում, որքան հասկացանք հայտարարություններից, միանշանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները։ Ես կուզեի խոսել հայ-իսրայելական հարաբերությունների մասին, չեք կարծում, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը փոխի Իսրայելի հանդեպ իր վերաբերմունքը եւ թե տնտեսական, թե առավել եւս քաղաքական, նաեւ ռազմական մշակութային հարաբերություններ զարգացնի հենց Իսրայելի հետ, որպեսզի կարողանա շատ ավելի արդյունավետ գործող լծակներ ունենալ տարածաշրջանում իր հարևանների հետ վարած քաղաքականության վրա։ Եվ վերջո ժամանակը չի, որ Հայաստանի Հանրապետությունը Աբրահամյան համաձայնագրերին միանում։ Աբրահամյան համաձայնագրին միանալու առումով այո համաձայն եմ, բայց կտրուկ փոփոխության հետ համաձայն չեմ, ինչու, որովհետև Ես չեմ կարծում, այստեղ կտրուկ փոփոխության խնդիր կա։ Այստեղ կա պարզապես փոփոխության խնդիր։ Չէ, այս պահին ճիշտ չեմ համարում դա, կապված նրա հետ, որ
գործընթաց է տեղի ունենում հայ-թուրքական հարաբերություններում, իսկ Թուրքիան ունի բավական լուրջ խնդիրներ այսօր Իսրայելի հետ։ Հասկանում եմ, որ Ադրբեջանի միջոցով կա դրա մեղմացման որոշակի տրամաբանություն, բայց այս պահին Հայաստանը կենտրոնացած է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման վրա, սպասվում է, որ իմիջիայլոց շատ կարճ ժամանակում սպասվում է, որ հնարավոր է սահմանի բացում ինչ-որ ռեժիմով, ընդ որում մի փոքր ավելի շուտ պետք է լիներ ինչ-ինչ հարցերով Թուրքիան նորից հապաղել է եւ այստեղ վերցնել ու փորձել Իսրայելի հետ հարաբերությունները ջերմացնել կամ հալեցնել, ինչպես ուզում ենք անվանենք դա, սա կարող է խնդիրներ ստեղծել թուրքական ճակատում։ Դրա համար ես կցանկանայի այնուամենայնիվ մի փոքր սպասել։ Ես չեմ ասում, ինձ վաղ մենք գնանք Բենյամին Նետանյահուին ասենք, մենք քո հավատարիմ զինակիցը, բարեկամը, չգիտեմ ինչն ենք։ Խնդիրը դա չէ, խնդիրը այն է, որ Իսրայելի հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը գտնելու շատ բան ունի։ Իսրայելի փորձը ռազմական արդյունաբերության մեջ, Իսրայելի փորձը բժշկության մեջ, գյուղատնտեսության մեջ, մենք համագործակցության բազում կետեր ունենք, որ կարող է փոխշահավետ լինել։ Գուցե Ադրբեջանը օգնի մեզ այս հարցում։ Իսկ ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի շատ կարող է այս հարցում մեզ օգնել։ Բայց կցանկանա, ճիշտ ասած, այդքան վստահ չեմ։ Իսկ ես կարծում եմ, որ կցանկանա, թերևս մենք Գուցե, տեսեք, մենք ասացինք, որ դուռ է բացվում, գուցե այդ դուռը նաև Իսրայելի ուղղությամբ բացվի մեզ համար։ 2026-ի ընտրություններում ձեր գնահատականը ո՞րն է լինելու առանցքային հարցի վերջո քաղաքական բոլոր ուժերի համար։ Առանցքային հարցը լինելու է Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է շարունակել ժողովրդավարական ընթացքը, թե ցանկանում է հետ գլորվել դեպի ավտորիտարիզմ։ Ես կարծում եմ այստեղ վիճելու որևէ բան չկա, թեև քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է խաղաղություն պատերազմ դիսկուրսի մասին, իմ կարծիքով խաղաղություն պատերազմ դիսկուրսը դա ընդամենը մեկ, բայց ոչ ամբողջական դրսևորումն է հենց ժողովրդավարություն ավտորիտարիզմ դիսկուրսի, այսինքն ավելի փոքր նշանակություն, ցածր նշանակություն ունի, քան ժողովրդավարություն ավտորիտարիզմը։ Եվ այն ուժերը, որոնք հանդես կգան ժողովրդավարության տեսակետից, նրանք կմրցակցեն միմյանց հետ մեծամասնության համար։ Այն ուժերը, որոնք խոսեն ինչ-որ գործաներ կառուցելուց, ինչպես Գյումրիում անում էր Վարդան Ղուկասյանը, նրանք փոքրամասնության ձայները միմյանց միջև կտանեն։ Շնորհակալ եմ, անցնենք բլիցին։ Խնդրեմ։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք հայկական դիցայանում դպրոցյան Աստված տիրին։ Կհարցնեի, թե երբ է Հայաստանի Հանրապետությունում կրթության մակարդակը համապատասխանելու մեր երազանքներին։ Ես կարծում եմ նա ձեզ աստվածային պատասխան կտար։ Տեսեք, Սիզիփոսը քարը անverջ գլորում էր սարն ի վեր, հետո քարը նորից էր գլորվում, Սիզիփոսը էլի նույն գործներ անում։ Երբևէ ձեզ Սիզիփոս զգացել եք։ Չի ասի, եթե ես քարը գլորել եմ, սովորաբար այն չի գլորվել եւ չի ընկել։ Հայաստանի 3 հիմնական անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով։ Դիվերսիֆիկացում, առաջին հերթին տնտեսության մեջ, հարաբերությունների կարգավորում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ երրորդը կրթության ոլորտում բարեփոխումներ։ Ձեզ համար ո՞րն է ամենակարևոր գիրքը։ Ամենակարևոր գիրքը այս պահին կդժվարանամ պատասխանել, հավանաբար այն որ մի քանի անգամ վերցրել եք ու նորից բազմաթիվ են նման գիրքերը, որ մի քանի անգամ կարդացել եմ, բայց հավանաբար ինձ համար ամենակարևորը այն գիրքը, որը ես ինքս եմ գրել պատանեկության տարիներին։ Հեքիաթների հավատում եք։ Երբեմն իրականում են։ Ծով թե լեռներ, որտեղ եք ձեզ ամբողջական զգում։ 50-50 եւ այնտեղ լինում են օրեր, երբ ցանկանում եմ լինել լեռներում, լինում են օրեր, երբ ծովի մեջ շատ ավելի հանգիստ եմ զգում։ Ձեր հարցը ինձ քաղաքական թե կապ չունի։ Դուք ազատ եք։ Ինչով եք գնալու ընտրության։ Որն է բազը։ Առաջին տրվյալ պատասխանը պիտի լիներ ոտքով։ Ընտրատեղամասը շատ մոտ է։ Ես կարծում եմ, որ ընտրության գնալու մեր բազան շատ ավելի հիմնավոր ու շատ ավելի մեծ է, քան եղել է երբևէ, որովհետև աշխարհում տեղի ունեցած փոփոխությունները, տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները մեզ բերել են մեր այն բոլոր գաղափարների հաստատումը, որ կուսակցության հիմնադրման օրից մենք անverջ ու անդավաճան քարոզել ենք։ Ես հասկանում եմ, որ դա նաև մեծ պատասխանատվություն է, որովհետև դու ընտրողին չես տալիս այնպիսի խոստումներ, որոնց մեջ առաջինը պոպուլիզմն է,
երկրորդը դեմագոգիան, երրորդը սոփեստությունը։ Դու տալիս ես ծրագիր իր իրականացման ժամանակացույցով։ Այս Հաջողություն եմ սրանով ենք մաղթում մենք ձեզ։ գնալու ընտրությունների։ Հաջողություն եմ մաղթում։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի ունկնդիրներ, հեն մանկետում այսօր այսպիսին էինք մենք։ Եվ ինչպես միշտ մենք անverջ փորձում ենք պատասխանել միևնույն հարցին. ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ իհարկե ուր ենք գնում։ Մնացեք մեզ հետ։ Բարին ընդ ձեզ։